Ողջույն բոլորին, այս տեսանյութը ցանկության մասին է, իսկ հաջորդ անգամ արդեն կարող եք նայել երբ կկատարվի ձեր ցանկությունը, հա, սա կկատարվի արդյոք ձեր ցանկությունը թե ոչ, իսկ նա արդեն երբ կկատարվի ձեր ցանկությունը։ Նա կլինի շաբաթվա մեջ, այս շաբաթվա մեջ երկու ալիքներում էլ այն կլինի։ Եվ պահեք որ թե ցանկություն կամ 4 տարբերակները կամ 4 տարբերակներից որևիցե մեկը տեսնենք կկատարվի արդյոք թե ոչ, կամ հարց տվեք, որտեղ հարցերի պատասխանները նաև կարող եք գտնել այստեղ, հա, որտեղ նկարները բնականաբար բավականին շատ են, բացի աստղից, հա, դա եւս նշանակություններ ունեն։ Եվ եթե ձեր ցանկությունը այստեղ չկա, ապա դեռ ժամանակը չէ։ Եթե կա ցանկությունը եւ աստղը բավականին հեռու է, դա նշանակում է, որ մի փոքր կարող է այն ուշանալ։ Ահա, հուսով եմ պահեցիք, եթե ոչ, ապա կանգնեցրեք այս պահին, հետո կվերադառնաք, իսկ մենք կսկսենք առաջին տարբերակից։ Կկատարվի այստեղ տունը չի երևում։ Կկատարվի արդյոք առաջին տարբերակի ցանկությունը։ Իդեպ ցանկության տեսանյութերը չեն հնանում եւ եթե ինչ-որ մի ընթացքում ոչ ցանկություն եք ունենում, կարող եք վերադառնալ, նայել նախորդ ցանկությունները, բայց կարող եք նաեւ նայել 1 տարի առաջվա ցանկությունը, նայելուց առաջ էլի ֆիքսվեք ձեր ցանկության վրա, հետո նոր նայեք։ Եվ էլի նույնպես պահեք ոչ մեկը, այդպես կարող եք հասկանալ կկատարվի այն թե ոչ։ Կարող եք նաև ուղղակի լսել եւ հասկանալ ինչ է ուզում ասած լինել ձեզ։ Ցանկությունը նայեք մի փոքր ուշանում է։ Հետաքրքիր բաներ կան շատ։ Ահա, ուրեմն առաջին տարբերակում այստեղ նվեր, ծաղիկ, եթե ցանկանում եք ստանալ, ապա կարող եք ստանալ, բայց մի փոքր ուշ արդեն, հա, ոչ երևի թե այդ օրը, որ դուք եք սպասում։ Նաև սպորտով զբաղվել կամ սպորտում հաղթանակը ճիշտ ասած չեմ տեսնում, ես հաղթանակ չտեսա այստեղ, դրա համար դա նշանակում է, որ դեռևս պետք է պարապեք հաղթանակին հասնելու համար։ Պարտքերը փակել, վարկերը փակել, վերջացնել, դա գնա ձեզանից, դա եւս սա կարող եք անել մի փոքր ուշ, որովհետեւ փաստաթուղթ կարող եք ստանալ շատ կարեւոր, միգուցե նամակ է որևէ մեկից, հա, եթե ինչ-որ մեկից նամակ եք սպասում, ապա դա եւս պետք է դեռ սպասեք։ Լեզուներ սովորելու համար լավ կլինի սովորեք, բայց դա կարող է մի փոքր դա երկար տևել, դա բնական է կամ ուշ կարող եք սկսել սովորել։ Ամուսնության առաջարկ եւս էլի կանեն ձեզ, բայց դեռևս էլի պետք է սպասեք մի փոքր։ Եվ իհարկե այստեղ գումարը կստանաք եւ կկարողանաք գնալ շոփինգի։ Եթե ձգտում եք գնալ շոփինգի, ապա այստեղ գումարը կստանաք եւ կկարողանաք շատ հանգիստ գնալ։ Իսկ եթե չկար ձեր ցանկությունը, ուրեմն դեռևս ժամանակը չէ այդ ցանկությունը կատարվելու համար։ Կարող եք ուղղակի լսել, պարտադիր չի հստակ ցանկություն պահել, գուցե խորհուրդ է ձեզ։ Ահա, գնայինք երկրորդը, պահեք կամ պատկերացրեք ձեր ցանկությունը, ինչ որ պահել եք։
Կկատարվի արդյոք երկրորդ տարբերակի ցանկությունը։ Ձեր ցանկությունը կատարվեց։ Շնորհավորում եմ բոլորիդ, ովքեր որ պահել էին, այնպես որ կատարվի ձեր ցանկությունը այն ժամանակ, երբ որ դուք եք պահել, միգուցե ժամկետ եք պահել, այդ ժամանակահատվածում կկատարվի, կամ սա արդեն կապ չունի, այդ ցանկությունը կկատարվի, դա համար լավ կլինի ժամկետ պահեք, որպեսզի հասկանաք։ Ահա, այստեղ ուրեմն երկրորդ տարբերակում արդեն ասացի, ձեր ցանկությունները կիրականանան, նաև կարող եք հավաքվել ձեր ընկերների հետ, քեֆանել, ուրախանալ, կարող ձեզ հրավիրել, նաև այստեղ ոմանց կարող է աշխատանքի հրավիրել կամ աշխատանքի ընդունվեք, նաև դա կարող է լինել ծանոթություն հակառակ սեռի ներկայացուցիչ չէ, որը ձեզ կծանոթացնի, երրորդ անձնավորությունը։ Նաև դա գործարք է, պայմանագիր է, որը կարող եք կնքել, բիզնես սկսել եւ այլն։ Նաև գնաք հանգստանալու, ոչ թե երկիր, ոչ թե տեղ, գումար ստանաք եւ տեղափոխվեք մեկ այլ բնակարան, մեկ այլ տուն, մեկ այլ տարածք, ինչ որ դուք եք ուզում։ Այսքանը նաև երկրորդ տարբերակի համար, շնորհավորում եմ, վերջապես անցած անգամ չէր ընկել, նոր չեմ գնում, ես ինքս ավելի շատ եմ նեղվում ձեզ համար, քան երևի դուք։ Տեսնենք երրորդ տարբերակը։ Ֆիքսվեք ձեր ցանկության վրա անպայման։ Կկատարվի արդյոք երրորդ տարբերակի ցանկությունը։ Այդտեղ ցանկությունը մի փոքր ուշանում է։ Հարգելի երրորդ ինքան եմ սովորել արդեն ովքեր որ պահել են ուրեմն երրորդ տարբերակը։ Այստեղ եթե հարցը տվել եք, սիրում է արդյոք թե ոչ, ապա այո, բայց կամ այդ մասին կասի ավելի ուշ, կամ միգուցե զգացմունքները ցույց տա ավելի ուշ, կամ միգուցե
հիմա համակրանք կա, բայց սեր հենց կարող է այս պահին դեռ չկա, մի փոքր ոնց որ ուշ դա կարող է արթնանալ իր մոտ։ Երեխաների հետ կապված ոչ է ինչ-որ հարցեր, եթե պահել եք, օրինակ հղիություն, ծննդաբերություն ավելի թեթև անցնի կամ դեռ երեխաների հետ է կապված ինչ-որ հարցը դա եւս եթե պահել եք, ապա եւս այն կիրականանա։ Դե ուղղակի ցանկությունը մի փոքր ուշ է լինելու եւ այն ինչ որ կնշեմ, դա եւս մի փոքր ուշ է լինելու։ Բիզնես կարող եք բացել, բայց եւս էլի մի փոքր ուշ։ Գործարք կնքեք, ծանոթություն հակառակ սեռի ներկայացուցչի հետ, նաև աշխատանքի ընդունվելը եւս էլի մի փոքր պետք է սպասել, եւս էլի մի փոքր ուշ է լինելու։ Ոսկյա զարդեր, եթե ցանկանում եք գնել, ապա դա եւս պետք է մի փոքր էլի սպասեք դրա համար։ Նաև նվեր, եթե ուզում եք ստանալ, դա եւս պետք է սպասեք։ Այստեղ հաղթանակ առաջին տեղը միգուցե աշխատանքի վայրում է, միգուցե սպորտում է, միգուցե մեկ այլ հարցում է, մրցույթում է եւ այլն, ինչ որ հարցեր են այստեղ քննություն եք տալիս լավ։ Նաեւ մեքենա ձեռք բերել, մեքենա գնել, մեքենան տալ վերանորոգման, եթե տվել եք վերանորոգման եւ ուզում եք վերցնել, ոնց որ մի փոքր դեռ ուշ եք վերցնելու, ոչ հիմա։ Առողջության հետ կապված, եթե հարցեր եք պահել, ապա եւս, պետք է առողջանալու հետ կապված եւս էլի ինչ որ բաներ կան, պետք է դեռ բուժվել, դեռ անցնել այդ ինչ որ փուլ, հետո նոր գնել, որովհետեւ մասնագիտականի հետ կապված ոչ պարագաներ, դա եւս էլի մի փոքր ուշ, որտեղ գումարը դեռ էլի չկա, եթե սպասում եք գումարի։ Նաև այստեղ կենցաղային տեխնիկա գնել, հավաքվել ընկերներով, քեֆ անել, ուրախանալ, այնքան շատ բան կա, որ դեռ չգիտեմ էլի կարող է էլի ինչ-որ բաներ բաց եմ թողել գրեք, որովհետև սա շատ կարևոր է, երբ որ նա չի ընկնում, աստղը չի ընկնում, գոնե կողքից պետք է ինչ-որ հնարավոր է ասել։ Ես որ չեմ տեսնում բաց թողնված, այնպես որ մի փոքր ուշանում է, բայց այսքան բան կա, դրանք են մի փոքր ուշանում, հնարավոր է նաև ձեր ցանկությունը մեջն է ուշացման։ Եթե ոչ, ապա ուրեմն դեռ ժամանակը չէ։ Այսքանը երրորդ տարբերակի համար շատ էր, լիքներ, եւ կնայենք չորրորդ տարբերակը։ Հետո արդեն երբ որ կլինի տեսանյութը թե երբ կլինի, արդեն դուք մոտավորապես կկարողանաք պատկերացնել, թե ձեր ցանկությունները երբ են իրականանալու։ Այստեղ ժամկետ կասեմ եւ այլն։ Նա մեկ այլ քարտերով է, այս քարտերով չի դա։ Կկատարվի արդյոք չորրորդ տարբերակի ցանկությունը։ Առաջին կատարվեց ձեր ցանկությունը, միջոպես շատ արագ այն տեղի կունենա, շատ արագ այն կկատարվի։ Շնորհավորում եմ։ Հետաքրքիր էր, ուզում եմ ասել, արդեն իսկ դա նշանակում է, որ կատարվում է, բայց դա։ Եթե ընկնի, հատկապես այն ինչ որ դուք պահել եք, եւս ընկնի այստեղ, ուրեմն դա նշանակում է առավել եւս, ոնց որ կրկնապատկվում է դա։ Ուրեմն չորրորդ տարբերակում էլ, ինչպես արդեն նշեցի, ցանկությունը իրականանում է, շնորհավորում եմ բոլորիդ, նաև այդ օրը կարող ձեզ ծնունդ հրավիրել, ընկերները ձեզ ծնունդ հրավիրեն, կամ դեռ բարեկամները ձեզ ծնունդ հրավիրեն, նաև այստեղ նիհարելու հետ կապված, եթե ցանկանում եք, ապա շատ արագ այն տեղի կունենա,
հարսանիք եւս, հա, արագ տեղի կունենա, ոչ թե ամուսնությունն է, այլ արդեն այդ արարողությունն արվե վերջացել է, մնում է հարսանիքը, հա, հարսանիքը կամ քիչ ավելի շուտ կորոշեք անել, միգուցե փետրվարի 13-ին եք անում, միգուցե փետրվարի 14-ին եք անում, հա։ Նաև եթե ուզում եք ինչ-որ մեկից բաժանվել, հեռանալ այն մարդուց, ով որ ձեզ հոգնեցրել է, ընկերուհի դա լինի, կամ ինչ-որ մեկը, որ իրոք ուզում եք, ապա դա եւս է շատ արագ տեղի կունենա։ Կամ կարող մի երկու բառ կծվող ասեք եւ նա նեղանա, հեռանա եւ կարող արդեն էլ թույլ չտալ, որ մտնի ձեր կյանք, որպեսզի հանգիստ լինեք, եթե նեղվում եք այդ մարդուց, որտեղ ամեն մարդ չի, որ պետք է մեր կողքը գտնվի։ Եվ այստեղ տատիկ, պապիկ, թոռներով, ծոռներով հավաքվեք, հա, բոլորով հավաքվեք մեկ տանը, մեկ առիթի ժամանակ, դա եւս տեղի կունենա, կկարողանաք բոլորին հավաքել մեկ տեղ եւ ուրախանալ։ Նաեւ սա այստեղ տուն գնել, նաեւ տունը վերանորոգել, եթե ցանկանում եք եւ այստեղ օտար երկրի հետ կապված ինչ որ հարցեր, միգուցե տեղափոխվել օտար երկիր կամ այնտեղ, ինչ որ մի բան է ձեզ հետաքրքրում, ինչ որ մի բան է այդտեղի հետ կապված, թղթաբանություն եւ այլն, դա եւս այստեղ նշանակում է, որ այո, այն կկատարվի։ Այսքանը սիրելիներս, հուսով եմ բոլորի ցանկությունները կատարվում են, այն որ ընկել էր, ինչը որ չէր ընկել, այդպես էլ չեղավ, ինչը որ երկար ժամանակ էր, այդպես էլ էլի երկար ժամանակ է դեռ մնում, այնպես որ դեռ սպասում եմ, դեռ ես կգրեմ ձեզ, ճիշտ է, ես տեսնում եմ, որ դուք գրում եք, որ ձեր ցանկությունները եղել են կամ լինում են, ես շատ ուրախ եմ, որովհետեւ դուք ֆիքսվում եք ձեր ցանկության վրա, եւ դրա համար այդ ցանկությունները լինում են, ցանկությունները պետք է կատարվեն ձեզ համար։ Այսքանը լավ եղեք, թող որ բոլորի ցանկությունները կատարվեն։ Երբ էլ ուզում է լինի, միայն դուք ինչ որ չափով արագացրեք այն։ Լավ եղեք։